Հարսնաքարի գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը դժգոհեց հասարակությունից։ Ազգային ժողովի համաներում հայտարարելու որոշումից հետո հայկական բանակի սպա զինվորական բժիշկ 2 երեխայի հայր Վահե Ավետյանին հարվածելու պատասխանատվությունը ստանձնած Նորայր Հայրապետյանը արտահայտեց սեփական պատկերացումները սպայի արդարադատության եւ 2012 թվականի հունիսի 17-ին Հարսնաքարում տեղի ունեցածի մասին։ Հասարակության մեջ բերում, հասարակությունն է ինձ դատում։ Այ եթե մեր հակառակ, եթե ես մեռնեի, կարող էի կայնեին ասեին Հարսնակարում, տղայա մեռ է, սպանող եղել է սպան մեղավոր է, ոչ, հակառակն էին ասելու, ասել էին սպան ճիշտ է, այդ տղեն էլ իրան լավ չի պահել, դրա համար է մեռ է։ Էդի դու հասարակությունը լավ իմանա, բոլորիս էլ հասկանալի է այդ հասարակության։ Դատավորի միջամտությունից հետո էլ ամբաստանյալը շարունակեց բողոքել Հարսնաքարում տեղի ունեցածից հետո Վահե Ավետյանի մահվան մեղավորներին պատժելու պահանջներից։ Ամբաստանյալ Հայրապետյանն ընդգծեց, որ մարզիկ է եւ դժգոհեց դատախազի պահանջած 13 տարվա պատժաչափից։ Սպորտսմեն տղա է, խփել եմ, այդ տղեն այդպես է եղել։ Դատ եք դրա համար։ Ոչ զենքով եմ խփել, ոչ պետով եմ խփել, ոչ ինադու եմ խփել։ Խփել եմ, հարված եմ, հասրել, այդպես է եղել։ Հիմա նույն բանը ռինգում էլ անում։ Մրցումների ժամանակ խփում են, գլուխը խփում, տղեն դեռնում է։ Հիմա այդ սպորտսմենը ի՞նչ է։ Հիշեցնեմ, Նորայր Հայրապետյանը քրեական գործինյութերում նախաքննական ցուցմունքներում հիշատակված է որպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ։ Ամբաստանյալ մատուցող Դավիթ Ադամյանն ու նրա պաշտպանը շարունակեցին այս գործով տուժող կողմին մեղադրել։ Հիշեցնեմ, ըստ գործինյութերի Հարսնաքարում Վահե Ավետյանը մահացու հարվածներ էր ստացել այն բանից հետո, երբ Ադամյանն առաջինն էր հարվածել Ավետյանի դեմքին։ Իդեպ պաշտպանն իր ճառով խրատեց մեջբերում։ Ցանկացած հասարակական վայր կամ հիմնարկ մտնելիս անձը պետք է հանի գլխարկը մեջբերման ավարտը։ Ամբաստանյալները ցուցմունք են տվել, որ Ավետյանը գլխարկով է եղել։ Այսօր ճառով հանդես եկավ նաև Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը։ Նա էլ ասաց, թե ինքն էլ է լինում զվարճանքների վայրերում, ապա ավելացրեց. իհարկե միջոցառումներ են լինում, որ վատ են ավարտվում։ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պահանջեց արդարացնել Բաղդասարյանին, նշելով, թե նա դեպքի պահին հեռախոսով խոսելիս է եղել։ Դատական վիճաբանությունների փուլում պաշտպանական կողմը շարունակում է բազմաթիվ մեղադրանքներ հասցեագրել տուժող կողմին։ Հաջորդ դատական նիստին ճառով հանդես կգա վերջին ամբաստանյալի Կյաժ մականունով հայտնի Արման Խաչատրյանի պաշտպանը։ Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 24-ին։